Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, ես դոկտոր Ռուբիկ Սարդարյանն եմ, Հայաստանի Շահումյան կազմակերպության ղեկավար կազմի անդամ։ Այսօր մենք ուզում ենք խոսենք նախագահական կամ խորհրդանի կամ ազգային ժողովի ընտրությունների մասին և այն գործոնները, որոնք որոշիչ դեր են կատարում ընտրողների ընտրության կատարելու գործում։ Այսպիսի հարց կարող ենք տալ, ընտրողը ընտրում է, թե նրա ընտրությունը ձևավորում են։ Այսինքն հարցը միայն ով է քվարկումը չէ, այլ նաև ով և ինչպես ձևավորում այն տեղեկատվական միջավայրը, որի պայմաններում մարդը կատարում է իր ընտրությունները։ Մեր մոտ շատ տարածված է, որ ասենք օրինակի համար Հայաստանում կամ Ամերիկայում նման ընտրությունները դեմոկրատիկ են։ Բայց տեսնում ենք ընտրված պատգամավորների մեծամասնությունը չեն ներկայացնում այդ երկրների ժողովրդի մեծ մասաների շահերը կամ այդ դասակարգին չեն պատկանում։ Այստեղ մեծ դերակատարություն ունի փողը, որը ստեղծում է տարբեր հնարավորություններ և միջավայր և ընտրողին ուղղակի թե անուղղակի ստիպում է, թե ումին պետք է քվարկի։ Այստեղ փողը վերածվում է տեղեկատվության, գովազդի և հասարակական կարծիքի ձևավորմանը։ Օրինակի համար 2024 թվականի Ամերիկայի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահական թեկնածուները հավաքել էին մոտ 2 միլիարդ դոլար, իսկ քաղաքական գործողությունների կոմիտեները ավելի քան 15 միլիարդ դոլար։ Այսինքն նման երկրներում ամենաբարձրագույն արժեքը փողն է։ Դրա համար բոլորը ձգտում են փող ունենալով գնալ դեպի ընտրություններին։ Նրանք, ովքեր շատ փող ունեն, իրենց ընտրվելու հնարավորությունը ավելի բարձր է լինում։ Եվ սա կոչվում են դեմոկրատիկ ընտրություններ։ Սա ավելի շուտ կարող ենք ասել փողի դեմոկրատիա է և ոչ թե իսկական դեմոկրատիա։ 2024 թվականի Ամերիկայի ընտրություններին հարցումներ անցկացվել և որտեղ պարզվել է, որ հետևյալ գործոնները ինչ տոկոսային ազդեցություն ունեն ընտրությունների վրա։ Օրինակի համար հեռուստատեսությունը ունեցել է 35% ազդեցություն, այսինքն 35%-ով հեռուստատեսն է որոշել, թե ովքեր ումին ձայն տան, նրա ազդեցության ներքո։ 21%-ը լրատվական կայքերն են եղել և 20%-ը սոցիալական ցանցերը։ Գիտենք, որ այս հնարավորությունները ձեռք բերելու համար կամ օգտվելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ։ Այդ իսկ պատճառով Ամերիկայում հիմնականում պայքարում են հանրապետականները և դեմոկրատները, որոնց թիկունքում կանգնած են Ամերիկայի գերհարուստները և մեծ արտադրողները։ Նրանք են որոշում, թե ովքեր պետք է ընտրվեն։ Եվ այստեղ կարող ենք ասել, որ մասսաները, օրինակ աշխատավարձ ստացողները, բանվորները, գյուղաթուները այնքան էլ տեղ չունեն նման մի խորհրդարաններում կամ նախագահական ընտրություններում։ Նույնը կարող ենք ասել Հայաստանում։ Եթե նկատենք անցյալի թե ներկայի Հայաստանի պատգամավորների դասակարգային բնույթը, կտեսնենք, որ մեծ մասամբ նրանք պաշտպանում են կամ նրանց քաղաքական գաղափարախոսությունը պաշտպանում է ոչ աշխատավարձ ստացողների, ոչ գյուղացիների, ոչ էլ բանվորական, ուրեմն դասակարգի խավերին։ Օրինակի համար նրանք երբեք չեն խոսել կամ չեն խոսելու իսկական բանվորական արմիություններ ստեղծելու մասին, կամ երբեք չեն խոսելու բանվորների կամ աշխատավարձ ստացողների իրավունքների որոշ օրենքներ կիրառելու կամ սահմանելու գործում, կամ օրենսդրությամբ աշխատեն այդ
իրավունքները կիրառել կամ որպես օրենսդիր մարմին ավելացնել կանոնների մեջ, որոնք կապում են նման մի ուրեմն դասակարգի անդամներին։ Նրանք որտեղ ներկայացնում են ուրիշ ավելի շուտ գերհարուստների դասակարգային շահերը։ Ամերիկայում բացի այդ երկու կուսակցություններից գոյություն ունեն նաև մի այլ ուժեր, որտեղ ամենանշանավորների կարող են նշել կանաչների կուսակցությունը, լիբերտարիան կուսակցությունը, ազատության և սոցիալիզմի կուսակցություն և անկախ թեկնածուներ, բայց սրանք շատ չնչին ձայներ են ձեռք բերում և հիմնական պատճառն է ուրեմն փողի չունենալն է կամ քիչ փող ունենալն է կամ գերհարուստների չհովանավորելն է։ Հայաստանում էլ նույնն է կատարվում, ովքեր որ փող և իշխանություն ունեն, կարողանում են պատգամավորներ ընտրել տան ազգային ժողով։ Ինչու մարդիկ ընտրում են ոչ թե իրենց, այլ ուրիշների շահերը ներկայացնող կուսակցություններին։ Օրինակի համար հասարակ բանվորները ընտրում են մեծահարուստների ներկայացված պատգամավորներին։ Այստեղ կարելի է տարբեր հանգամանքների խոսել, ամենակարևորը նա է, որ այդ աշխատավարձ ստացողները կամ գյուղացիները կամ բանվորները դժբախտաբար չունեն իրենց դասակարգային շահերի կապակցությամբ գիտակցություն։ Ոչ ոք չի աշխատել այդ կապակցությամբ կամ այնպիսի հնարավորություններ չեն եղել, որ նրանց տան իրենց դասակարգային համապատասխան գիտակցություն։ Դա մի հարց է, որ դրվում է Հայաստանում հատկապես, և սա առաջադեմ կուսակցությունների կամ նրանք, որ մտածում են ժողովրդի շահերն են պաշտպանում կամ ժողովրդական կուսակցություններ կամ քաղաքական ուժեր են, պետք է այս ուղղությամբ մտահոգվեն և այդ ուղղությամբ աշխատեն։ Ինչու փոքր կուսակցությունները դժվարությամբ են հաղթում։ Կարելի է նշել հետևյալ ֆակտորները։ Առաջինը ճանաչելիության պակասն է։ Մարդիկ հիմնականում ամեն օր լսում են երկու խոշոր կուսակցությունների մասին Ամերիկայում կամ Հայաստանում նաև խոշոր կուսակցությունների մասին, ովքեր ունեն բավականին ֆինանս և ովքեր ներկայանում են հանրությանը։ Փողի պակասը։ Քիչ ֆինանսական միջոցներ նշանակում է քիչ քարոզ, քիչ գովազդ և քիչ հանրահավաքներ, որոնք ուրեմն ազդում են ընտրությունների վրա։ Ձայնս չի կորչի մտածելակերպը։ Ընտրողը կարող է համակրել փոքր կուսակցություններին, բայց մտածել նրանք միևնույնն է չեն հաղթելու, ավելի լավ է ընտրեն այն թեկնածուին, ով կարող է հաղթել։ Քաղաքագիտության մեջ սա հաճախ կոչվում է ռազմավարական քվարկություն։ Չորրորդ ֆակտորը Ամերիկայում օրինակ երկու կուսակցությունների շուրջ ձևավորված համակարգն է, կամ Հայաստանում կարող ենք ասել իշխանավորների և անցյալի կոռումպացված անցյալ իշխանավորների այդ ուրեմն ձևավորված համակարգն է, որոնք շատ մտածում են կամ ներկայի իշխանությունները պետք է ընտրվեն կամ անցյալի կոռումպացված և կաշառակեր և ոչ ժողովրդական ուժերը։ Այստեղ նրանք էլ և իշխանությանը և ընդդիմադիրներին ձեռնտու, որ այնպես տրամադրություն ստացեն, որ կարծես Հայաստանում միայն իշխանավորները կան և անցյալի իշխանավորները, ներկայի և անցյալի, ովքեր ներկայի իշխանավորներին չեն ընդունում կամ չեն քվարկում, ուրեմն քվարկելու են անցյալի կոռումպացված իշխանավորներին։ Սա երկուսին է ձեռնտու և աշխատում է նման մի տրամադրություն ստեղծել։ Երրորդ ուժերի համար, որ առկա են եղել վերջին ընտրություններին, շատ դժվար է այս տրամադրությունը փոխել, բայց պետք է ուժեր պայքար տանեն այս կապակցությամբ։ Հաջորդ ֆակտորը մեդիայի ուշադրությունն է։ Մեծ կուսակցությունների թեկնածուներն ավելի շատ են հայտնվում լրատվամիջոցներում, բանավեճերում և սոցիալական ցանցերում։
Սա ստեղծում է կարևոր թեկնածուի տպավորություն։ Բայց ովքեր այդ հնարավորություն չունեն, ուրեմն նման մի տպավորություն քիչ են կարող ստեղծել։ Հաջորդը կազմակերպվածության պակասն է, որ փոքր կուսակցությունները կազմակերպչապես թույլ են։ Միգուցե դա գալիս է փող չունենալուց կամ հնարավորությունների բացակայություններից։ Նրանք միգուցե մեծ արտադրամասեր չունենան, որ ունենան աշխատողներ, որը քվարկելու են իրենց օգտին։ Ուրեմն մարդը կարող է ընտրել ոչ թե այն կուսակցությանը, որի ծրագիրն ամենաշատն է համապատասխանում իր շահերին, այլ այն կուսակցությանը, որը համարում է հաղթելու ունակ։ Այսինքն ընտրություններում գործում է ոչ միայն ում է ուզում ընտրել, այլև ով կարող է հաղթել մտածելակերպը։ Միշտ մեծահարուստները, գերհարուստները եւ մեծ կուսակցությունները աշխատում են այս տրամադրությունը տեղել հանրության մեջ։ Արդյոք ընտրողը ամբողջությամբ ազատ է ընտրում, թե նրա ընտրության հնարավոր շրջանակն արդեն նախապես ձևավորված է։ Ինչպես բոլորս ընդունում ենք եւ ընդունված նորմ է, որ հանրային կարծիք ստեղծողները մոտապես կարողանում են ձևավորել ընտրողների մեծ մասամբ այնպիսի մոտեցում, թե ումերին պետք է քվարկեն, եւ նրանք ազդում են 90%-ով ժողովրդի վրա։ Այսպիսով դեմոկրատիկ ընտրությունները այնքան էլ դեմոկրատիկ չեն։ Դա փողի ազդեցության ներքո ընտրություններ են։ Կարող ենք ասել, որ դա փողի դեմոկրատիա է։ Հիմա հարց է ծագում, թե արդյոք գոյություն ունի ուրիշ մի մեթոդ, որ այն մեթոդներով կարելի է ընտրություն կատարել, որտեղ միայն գերհարուստները ներկայություն չեն ունենալու։ Այո, գոյություն ունի այսպես կոչված ուղղակի ընտրություններ, որտեղ հասարակությունում գիտենք, որ գոյություն ունեն տարբեր միավորներ հասարակական, թաղամասեր գոյություն ունեն, թաղային խորհուրդներ գոյություն ունեն, հասարակության այս միավորները կարող են ունենալ ներկայացուցիչներ եւ այստեղ կլինի ներկայացուցիչների ազգային ժողով կամ խորհրդարան։ Բայց միայն պետք է իշխանավորները, որ ուժ իրենց դերքում է, կարողանան կիրառել, ուսումնասիրել այս մեթոդը եւ օգտագործեն այս մեթոդը, որպեսզի ժողովրդի իսկական ժողովուրդ ունենան իրենց ներկայությունը խորհրդարանում։ Միգուցե նրանց ձեռնտու չի եւ երբեք չեն փորձի այս կապակցությամբ, բայց ովքեր պաշտպանում են ժողովրդի շահերը, այս ուղղությամբ կարող են մտածել եւ կարող են փորձել ունենալ ուղղակի ներկայացական խորհրդարան։ Այս հարցերի շուրջ մենք կանրադառնանք նաև հետագայում, հատկապես Հայաստանում, թե ինչպիսի գործոններ են ազդում, որպեսզի մեր հանրությունը ավելի ծանոթ լինի նման եղանակների հետ։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։